ավելի ապապետական իրավիճակ դժվար է պատկերացնել։ Մենք հիմա գտնվում ենք այն հատվածում, որտեղ հյուսիս-հարավ մայրուղին Երևանում պետք է հատվեր։ Այս մայրուղին պետք է շարունակվեր, այս աղբանոցի փոխարեն պետք է լիներ ճանապարհ, որը կտաներ եւ կմիացներ այն հատվածին։ Մի քանի 100 միլիոն դոլար է ծախսվել Գյումրիից մինչև Արարատ քաղաք արագընթաց լայն ճանապարհ է կառուցվել, բայց այդ ճանապարհների հատման կետում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընդամենը 250 մետր չի կառուցվել։ Google Map-ով տեսնում ենք, որ աշխատանքը դադարեցվել է 2022 թվականի օգոստոսին, այս վիճակում է արդեն 3 տարի։ Ճանապարհի մուտքը Բաբաջանյան փողոցից է, որը փակված է բետոնե սալերով։ Փաստորեն, վարկային միջոցներով կառուցվել է ճանապարհ, բայց ժողովուրդը երթևեկում է գերծանրաբեռնված, խցանված նեղ փողոցներով, զուգահեռ մարում են վարկն ու տոկոսները։ Ճանապարհը ամբողջովին իդեալական ասֆալտապատ է, գծանշումները արված են, լուսավորության ցանցը տեղադրված է LED լույսերով։ Թեև ճանապարհի մուտքն արգելված է, որոշ վարորդներ շրջանցում են բետոնե սալերը եւ օգտվում են կիսատ ճանապարհից ժամանակ կնայելու համար։ Այս հատվածում ընդհանրապես ասֆալտը բացակայում է։ Մինչև 2020 թվականը այս ճանապարհը կավարտենք, գույքի տերերը, սեփականատերերը, վարձակալները բոլորին փոխհատուցում է տրամադրվել եւ մենք դժգոհություն չունենք, բողոքներ չունենք։ Ճանապարհը կարժենա 32.9 միլիոն դոլար, կձգվի 10 կիլոմետր, լայնությունը կլինի 24 մետր։ Ես սկսում եմ զբաղվել այս հարցով եւ պարզվում է, որ շինարարությունը կասեցվել է դատարանի որոշումով, քանի որ հանրային գերակաշահ ճանաչված տարածքի սեփականատերերից մեկը համաձայն չէ հաշվարկված փոխհատուցման գումարի հետ։ Կոնկրետ այս հողամասի մասով բազմաթիվ դատական գործեր են քննվել դեռևս 2017 թվականից։ Համարները տեղադրում եմ, ում հետաքրքիր է կարող է դատալեքսով կարդալ։ Նշածս գործերից մեկով դատավորը, որպես հայցի ապահովման միջոց, արգելել է Երևանի քաղաքապետարանին որևէ շինարարական աշխատանք իրականացնել այդ հատվածում մինչև վերջնական վճռի կայացումը, եւ դատական նիստերը նշանակում է 4 ամիսը մեկ հաճախականությամբ։ Օրինակ, անցած տարվա 2024 թվականին նիստերից մեկը նշանակել է հունիս ամսին, դրա հաջորդ նիստը հոկտեմբերին, հաջորդ նիստը արդեն հաջորդ տարվա փետրվարի վերջ եւ այսպես շարունակ։ Դատավորին ընդհանրապես չի հետաքրքրում, որ այս ճանապարհից պետք է օգտվի 200,000 քաղաքացի։ Չի հետաքրքրում, որ հետաձգումների ամեն ամիսը պայմանականորեն 1 միլիոն դոլարի վնաս է տալիս պետությանը եւ ժողովրդին։ Խցանումների մեջ ծախսած ավել գազ, բենզին, ժամանակի կորուստ եւ այլն։ Արդեն հասկանում եմ, որ դատարանի վճռին սպասելը միամտություն է։ Կարող է եւս 2-3 տարի սպասենք։ Քաղաքապետարանից խնդրում եմ ինձ փոխանցեն տվյալ հողամասի սեփականատիրոջ հեռախոսի համարը։ Զանգում եմ, ասում եմ ես Նայիրի Սարգսյանն եմ, արդեն 3 տարի դուրս եմ եկել պետական աշխատանքից, որպես սովորական հասարակ Երևանի քաղաքացի, ինձ անհանգստացնում է ճանապարհի վիճակը, ուզում եմ հանդիպենք խոսենք։ Սեփականատերը ասում է արի։ Անակնկալի եմ գալիս, երբ իմանում եմ, որ նա նախկին ազատամարտիկ է։ Տիգրան Մեծգնդի հրամանատարներից Արշակ Արշակյանն է։ Մի քանի պատերազմ անցած մարդ։ Մեր խոսակցությունը տևում է ավելի քան 3 ժամ։ Խոսում ենք սպառապետ Վազգեն Սարգսյանից մինչև 2008 թվականի փողոցային պայքար եւ այլն։ Վերջում անկեղծանում եմ։ Ասում եմ, մինչև ձեզ հանդիպելը մտածում էի, տեսնես ով է այդ մարդը, որ խոչընդոտում է այս կարևոր նախագծի իրականացմանը։ Ինքը երևի մեր երկիրը չի սիրում, բայց դուք հայրենիքի համար կյանք դրած մարդ եք։ Ասում է, ես օրենքով սահմանված չափից ավել փող չեմ ուզում։ Այս այգին 50 տարի առաջ եմ տնկել, այսքան տարի խնամել եմ։ Ուզում եմ իր իրական շուկայական գնի չափով փոխհատուցում, ոչ թե 10 անգամ պակաս գումար։ Հիմա ասեմ, թե որն է իմ պատկերացմամբ այս խնդրի լուծումը։ Եթե մենք ունենայինք նորմալ դատական համակարգ, այս վեճը կլուծվեր ընդամենը 10 օրում։ Դատավորը կպահանջեր ներկայացնել լիցենզավորված գույք գնահատողի կողմից որոշված գույքի շուկայական արժեքը։ Մեկին չվստահելու դեպքում կարող է պահանջել 2 կամ 3 անկախ փորձագետների կողմից գույքի գնահատում, կհաշվեր դրանց միջին թվաբանականը կամ հիմք կընդուներ մաքսիմալ արժեքը եւ կպարտավորեցներ Երևանի քաղաքապետարանին վճարել այդ գումարը, գումարած 15% համաձայն հանրային գերակաշահերի մասին Հայաստանի օրենքի։ Քանի որ մենք դատարան չունենք, առաջարկում եմ, որ նշածս գործ անի Հայաստանի կառավարությունը, որոշի գույքի շուկայական արժեքը, կառավարության որոշմամբ ուղիղ փոխհատուցի այդ քաղաքացուն եւ նա բոլոր հայցերը դատարանից հետ կվերցնի։ Սրան զուգահեռ կառավարությունը պետք է ընդունի որոշում, որով թույլ կտա Երևանի քաղաքապետարանին արագացված ընթացակարգով իրականացնել շինարարական աշխատանքների գնում,
որպեսզի ամառվա 3 ամիսներին հասցնեն իրականացնել 250 մետր ճանապարհի կառուցում։ Այսքանը։